Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը սկսեց ու ավարտեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Փաշինյանը կենտրոնից Շենգավիթ ուղևորվեց տրոլեյբուսով, դեռևս հին օրերից մնացած։ Վերջապես։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ուղևորների հետ զրույցում ասաց, որ այս տրոլեյբուսները շուտով թանգարանային նմուշ կդառնան։ Երևանի քաղաքապետարանը կառավարության աջակցությամբ ձեռք է բերել ևս 45 նոր տրոլեյբուս։ Իրանի դեպքերի պատճառով դրանք մի քիչ ուշացել են, բայց 43-ն արդեն Երևանում են ու մոտակա օրերին կհամալրեն քաղաքում երթևեկող մյուս նոր տրոլեյբուսների շարքը։ Շենգավիթում Փաշինյանը թիմակիցների հետ շրջեց բակերում, զրուցեց մարդկանց հետ, ներկայացրեց իրականացրած ծրագրերն ու լսեց նրանց։ Քարտեզներ, բուկլետներ, իսկ երեխաներին նաև թխվածքաբլիթներ։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Ինչի համար։ Ամեն ինչի համար, որովհետև ամուսինս աչքերը վիրահատել է։ Հա, առողջության ապահովությունը։ Իսկ քանի տարեկան է։ 65։ Այո։ Լավ են վիրահատել։ Իսկ իրոք ոչ մի գումարել չեք վճարում։ Սենց մտնում վիրահատում դուս եք գալ։ Բոլորին է աշկալության տալիս։ Ես գիտեի ուռուցքա դες քարեր։ Հա, շատ լավ է։ Ընտիր, ընդունել են, ընտիր ճանապարհ։ Ինչքան վճարեցիք։ Ոչ միլիոն։ Ես գումար վերցել էի, բայց չեմ վճարել։ Գրպանս գումարով գնացել էի։ Բարև ձեզ, լավ եք։ Պարոն Փաշինյան, Ուրախ եմ։ ես Հունաստանից եմ։ Ուրախ եմ շատ։ Իսկ Հայաստանի քաղաքացիություն ունեք։ Իհարկե։ Դե եմ ապրում, գիտեմ այրել։ Դե ինչ եք ասում Հունաստանից եմ։ Նոր եկի որ ընտրեմ։ Այ շատ շնորհակալ եմ, շատ առավել գնահատելի է։ Շատ ենք սիրում։ Ես էլ ձեզ շատ։ Շատ եմ սիրում ձեզ ու ամեն օր աղոթում եմ։ Աստված ձեզ հետ է։ Հիսուսը ձերդ բռնած տանում է։ Ամեն օր ասում եմ, չմոռանաս, ձերը պատ չթողնես ասել եմ, ու չի թողնելու։ Ու տենց լավ գնալու է, ամեն ինչ լավ անելու։ Մերնեմ ջանի։ Նիկոլ Փաշինյանը, որն ի դեպ նաև իր ապրած շենքի բակ այցելեց, նկատեց. Թեման թե ընտրությունից ընտրություն են երևում, այլևս արդիական չէ, որովհետև Երևանի ու մարզերի տարբեր բնակավայրեր նախորդ տարիներին այցելել է բազմաթիվ անգամներ։ Փաշինյանն անդրադարձավ նաև իրեն հանդիպող երկու խումբ մարդկանց, անկախ հարաբերակցությունից։ Մի խումբն ըստ նրա ասում է Ղարաբաղը տվեցիր, հողերը տվեցիր, մյուսը գրկում ու շնորհակալություն է հայտնում։ Շնորհակալության պատճառն այն է, որ մարդիկ արձանագրում են ինքը ամենաշատն է նվիրված եղել գաղափարին, բայց կարողացել է կանգ առնել։ Տեսել է, հասկացել եւ այդ տեսածն ու հասկացածը կիսել ժողովրդի հետ։ Այդ տեսածից ու հասկացածից բխող որոշումներ կայացրել։ Այսօր ընդդիմախոսները զարմանում են։ Ասում եմ ոնց էսի բանի, այս վարչապետին Հայաստանի թաղերում, բնակավայրերում եւ այլն գյուղերում ընդունում են, ոնց են ընդունում։ Հենց դրա համար, որ մարդիկ գիտեն, որ նախ մենք այդ ճանապարհին եւ անկեղծորեն հավատացել ենք, նվիրված ենք եղել, ոչ մի բան չենք խնայել, ոչ մի բան մենք չենք խնայել, ոչ մի բան։ Մենք մեր զավակներին եւ ընտանիքի անդամներին չենք խնայել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քարոզարշավի սկզբում վարչապետի ականջին ինչ-որ բան էր շշնջացել։ Փաշինյանի հագուստին ամրացված բարձրախոսը որոշ բառեր լսելի էր դարձրել։ Թուրքերն այսօր բացում են ԱԳՆ խոսնակի ողջունող տեքստ պատրաստենք, ասել էր Միրզոյանը։ Ինչ նկատի ուներ արտգործնախարարը։ Փաշինյանը լրագրողի հարցին պատասխանելով պարզաբանել է. խոսքը Թուրքիայից Հայաստան ապրանքների արտահանման վերաբերյալ իրավակարգավորումների փոփոխության մասին է։ Ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս նշվում է հասցեատեր երկիրը։ Թուրքիայի ցանկում մինչև այժմ Հայաստանը չի եղել։ Գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կա եւ դա լրացուցիչ, այսինքն տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են, նոր են բերում։ Հիմա իրանք ձևակերպում են, որ ցանկում ուղիղ կարողանան ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես բանին երկիր, առաքման երկիր Հայաստանը նշվի։ Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ։ Երբ որ մեր երեխեքը ծնվել են, ծնված պահից մենք տոննաներով պատմական առաքելություններ ու պատասխանատվություններ են կախել մեր երեխեքի վզից, նորանոր, պատմական դարդեր, այս երեխեքը գիտեք ինձ ինչ են այսքան շատ սիրում, որովհետև նրանք ինտուիտիվ հասկանում են, որ ես իրանց վզից այդ անտանելի, պատմական, անհասկանալի, այդ քարերը, այդ ժայռերը հանել եմ,
եւ այս երեխեքը այլևս ազատ են ապրել, այս երեխեքը ազատ են ապրել, լինել երջանիկ, լինել բախտավոր, վայելել կյանքը, եւ ես եկել եմ ձեզ ասելու, որ Հայաստանի Հանրապետության համար կյանքի դռները բացվել են, կյանքի ճանապարհը բացվել են, եւ ես եկել եմ ձեզ ասելու, ապրեք եւ վայելեք կյանքը, որովհետեւ ապագան այսօր է, ապագան հիմա է, ապագան այստեղ է, որովհետեւ Հայաստանում հաստատվել է խաղաղություն, Հայաստանում հաստատվել է անկախություն, Հայաստանում հաստատվել է պետություն, Հայաստանում հաստատվել է ինքնիշխանություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրապայքարին մասնակցում է 16-րդ համարի ներքո։ Նրանց կոչն ու խնդրանքն է հունիսի 7-ին ընտրական տեղամասում ընտրել համար 16 քվյաթերթիկն ու տեր կանգնել խաղաղությանը։ Աննա Զախարյան, լուրեր։